Ողջույն ձեզ սիրելի ազգագիցներ։ Դեր Հիսուս Քրիստոսի սուրբ սիրով գողջունեմ ձեզ բոլորդ։ Ավարտել է ետք մնացորդած երկրորդ գրքի ընթերցանությունը Աստուծո ողորմությամբ եւ Սուրբ Հոգու առաջնորդությամբ այսօրվնե կսկսեմ ձեզի ընթերցել Եզրասի գիրքը։ Արի դերեկություն գուզեմ ձեզի փոխանցել, թե 5 դագարանի կանոնական գիրքերուն թիվը 39 է։ Բացի կանոնական այս գիրքերեն նաև կան երկրորդականուն գիրքերը։ Ասոնց մասին նախապես խոսած եմ ձեզի, հետևաբար այստեղ պիտի չմանրամասնեմ։ Բայց բարձրապես կուզեմ ասել, թե արաքելական եւ գաթողիկե եկեղեցիներու հրադարագած աստվածաշունչերու մեջ երկրորդականուն գիրքերը իրենց դերը կգրավեն։ Մինչդեռ ավետարանական կամ փողոքական եկեղեցիներու հրադարագած աստվածաշունչի մեջ երկրորդականուն գոչված գիրքերը չեն հրադարակված։ Եզրասի այս գիրքը իրականության մեջ երկրորդ Եզրասի գիրքն է, որ կանոնական ցանկի մեջ առնված է։ Իսկ երկրորդականուն ցանկին վրա առնված Եզրասի գիրքը առաջին Եզրասի գիրքն է։ Քանի որ որոշած եմ սիրելիներ ըսկիստը ցեզի ընթերցել կանոնական համարվող գիրքերը եւ ապա ընթերցել երկրորդականուն գիրքերը, ինչպիսին է առաջին Եզրասը, Մագապայեցներու 3 գիրքերը, Դոպիտի գիրքը, Սողոմոնի իմաստության գիրքը, Սիրակի գիրքը եւ այլն, ահա անոր համար ցեզի կընթերցեմ երկրորդ Եզրասի գիրքը։ Այս գրքի մեջ կտեսնենք թե ինչպես երբ Եբրայեցի ժողովուրդը դարակրվեցավ, աքսորվեցավ դեպի Բաբելոն Նաբուքոդոնոսոր արքային կողմէ 70 տարի աքսորված մնաց։ Ապա բարսիկներու Գյուրոս թագավորը սիրաշահելու համար Եբրայեցի ժողովուրդը եւ նաեւ ուրիշ ազգեր իրեն ընդեմ Եգիպտոսի արդոնեց, որ բոլորնալ իրենց երկիրները վերադառնան եւ իրենց պաշտամունքի դաջարները սարքեն։ Ահա այս երկրորդ Եզրասի գիրքը կսկսի այն հրովարտակով, որ Գյուրոս Բարսից արքան գարդոնե հրյաներուն ետ վերադառնալ թեպի Երուսաղեմ։ Երուսաղեմ սիրելիներ վերադարձը 3 հանգրվաններով գլա։ Առաջինը Զորապապելի եւ Հեսուի առաջնորդությամբ ժողովուրդը կվերադառնա, երկրորդ վերադարձը դերի կունենա Եզրասի ժամանակ եւ Եզրաս ինք օրենսքեդեր եւ Մովսեսի գիրքը գբերե Երուսաղեմ եւ գընթերցե ժողովրդին եւ երրորդ դարձը Նեեմիայի ուրեմն ժամանակ էր։ Նաեւ ասեմ Եզրասի եւ Նեեմիայի գիրքերը նախապես որպես մեկ ամբողջություն կներգանային, բայց հետո 70-ից թարգմանության ժամանակ անոնք առանցին գիրքերու վերածվեցան։ Թե ով եղած է հեղինակը Եզրասի, ոմանք կսեն Եզրաս ինք եղած է, որովհետև շատ տեղեր ինք գխոսի անձնական թերանուն կործածելով Եսով, ուղագի բատմելով թե ինչեր բադահեցան հրյա ժողովրդին հետ, երբեմն ալ երրորդ թեմքով գխոսի, հետևաբար մեկնիչներեն ոմանք կսեն, թե անիգա գրված է ուրիշի կողմէ, որ օգտվելով Եզրասի քրութենեն այս գիրքը գրած է։ Սիրելիներ, նպատակը այս գիրքին ինչ է։ Նպատակը ցույց տալ, թե ինչպես հրյա ժողովուրդը երբ Աստուծմե հեռացավ, Աստված գրնակ դարձուց անոնց եւ անոնք աքսորվեցան։ Սակայն ահա Աստված ողորմած Աստված է։ Աստված չուզեր, որ իր ժողովուրդը մինչև վերջ դարաբանկի մեջ մնա։ Եվ Աստված բարսիկներու Գյուրոս թագավորը կահգպարսացնե ու անոր միջոցով ետ կվերադարձնե իր ժողովուրդը թեպի Երուսաղեմ։ Հեշտ բան չէր նոր սերունդին համար Երուսաղեմ վերադառնալ։ 70 տարի անցած էր աքսորեն։ Եվ Երուսաղեմը կործանած էր։ Բաբելոնի մեջ նոր սերունդը արդեն փառավոր կյանքով գաբրեր։ Հետևաբար գնախնդրեն այդ սերունդի զավակները լքել Բաբելոնի հեշտ կյանքը, փառավոր կյանքը, հանգիստ կյանքը, ծոփ կյանքը եւ վերադառնալ
Երուսաղեմ, ուր ոչինչ կար, ուր քաղաքը գործանած էր, դաջարը գործանած էր, եւ ահա զերոյեն բիդը սկսեցին ստեղծել ամեն ինչ։ Ասիկա սիրելիներ, մեծ օրհնություն է բոլոր այն ազգերուն համար, որոնք գիտակցին, թե օդար երկրի մեջ, քերեվարված վիճակի մեջ, ազատությունը ոչինչ է հայրենիքի խաղապարին եւ անձնական հայրենիքի մեջ ապրելու հոգին հետ։ Այո, մեր ժողովուրդն ալ համայնավարության 70 տարիներուն ապրեցավ վերիվայրումներով լեցուն կյանքը, բայց վերջին շրջանին փառավոր կյանքը։ Սակայն ազատությունը ավելի փառավոր է, քան թե սովետին փերած այդ անաստված ռեժիմը։ Այո, ազատությունը իր հետ նեղություններ ունի, արյան քին ունի, սակայն սիրելներ, որն է լավը, ուրիշի ցերքին տակ ապրիլ քերի ըստրուկ, թե ոչ նեղության մեջ ապրիլ, բայց ազատ ապրիլ, ինքնուրույն ապրիլ։ Եվ նաև այս գլխավոր կրկին պատկամը այն է, որ անոր այն ազգը, որ Աստուծո գաբավինի եւ Աստուծո հագարակ չի կործեր, Աստուծո օրհնությունները պիտի վայելե։ Կտեսնենք այս գիրքի մեջ, թե ինչպես երբ հրյաներ գուքան առաջին հերթին դաջարի զոհասեղանը կսարքեն եւ պաշտամունքը կսկսին։ Ապա երբ կուզեն Երուսաղեմի դաջարը սարքել, ընտիմատիրներ արկել կլան անոնց, հետո Թարսիալ թակավորին գոմե գարդոնվի, որ դաջարը սարքվի, եւ վերջավորության կրկի պիտի տեսնենք, թե ինչպես Եզրասը Մոսիսական օրենքը կգարտա ամբողջ ժողովրդին եւ գարկիլե խարն ամուսնությունը, անոնք որոնք հեթանոս գիներու հետ ամուսնացած էին, բաժներ գուդազանոնք, ասելու համար, որ Աստուծո վստահող ժողովուրդը պետք է անխարն մնա ամեն տեսակ խառնագությունները։ Այսօր Երանի թե մեր ասկի զավակները իրենք ալ քրիստոնեական իրենց հավատքի մեջ ամուր մնան եւ երբեք գողմնագի ուրիշ ազգերեն մանավանդ այն ազգերեն, որոնք քրիստոնյա չեն, հեթանոս են, իսլամ են, հրյա են, հերու մնային, որբեսի ազգային մեր ինքնությունը եւ քրիստոնեական մեր հավատքը անաղարտ մնար մեր ազգի զավակներուն մեջ։ Ահա թե ինչպիսի պատկամներ կգրե Եզրասի այս գիրքը։ Եկեք սիրելիներ միասին ընթերցենք, միշտ հիշեցեք, որ ամեն օր մեկ գլուխ ցեզի կընթերցեմ 5 դագարանեն, նոր դագարանը ամբողջությամբ ցեզի ընթերցած եմ, ամեն օր Աստվածաշունչ ընթերցեցեք, գարթացեք, որովհետև անիգա ցեզի հավատքի զորություն կուտա եւ նաեւ հոգին սնունդ է։ Հիշեցեք, որ մեկնություններ չեն ասոնք, այլ բարձրապես զուտ ընթերցանություն, որբեսի Աստուծո խոսքով աճինք։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգվույն Սրբո ամեն։ Եզրասի գիրքը առաջին գլուխ Գյուրոս Գարդոնե հրյաներուն վերաթարցը Բարսկաստանի Գյուրոս թագավորին առաջին դարին, որբեսի Երեմիայի բերնով ըսված դիրոջ խոսքը իրակորձվի, դերը Բարսկաստանի Գյուրոս թագավորին հոգին արտնցուց եւ անիր ամբողջ թագավորության մեջ ցանուցանել դվավ ու նաեւ հրովարդակ գրեց ըսելով. Սա գահայդարարե Գյուրոս Բարսկաստանի թագավորը։ Երկնքի Աստվածը Եհովան երկրի բոլոր թագավորությունները ինձի տվավ եւ ինք ինձի հրահանգեց, որ Հրեաստանի Երուսաղեմի մեջ իրեն դումը գառուցանեմ։ Ցեզ մե ով որ անոր ամբողջ ժողովուրդն է, իր Աստված Եհովան իրեն հետ թողլա ու Հրեաստանի Երուսաղեմը թող բարձրանա եւ Իսրայելի Աստուծույն Եհովայի Երուսաղեմի մեջ եղող Աստուծույն դունը գառուցանե։ Ամենտեղ ուր մնացողներն յուրաքանչյուրը բանթղթացած է, իր քաղաքացիները արձաթով, ոսկիով, ինչկով եւ անասուններով թող նեցուկ ըլլան իրեն Երուսաղեմի մեջ եղող Աստուծույն դան համար դրված հոժարագամ ընձաներեն զատ։
Այնադեն Հութայի եւ Բենյամինի նահաբետները, քահանաներն ու ղևտացիները կանգնեցան այն բոլոր մարդոց հետ, որոնց հոգին Աստված արտնցուցած էր, որբեսի բարձրանան եւ Երուսաղեմ եղող Տիրոջ դունը գառուցանեն։ Անոնց շուրջը եղողներեն բոլորն ալ իրենց օգնեցին արձատե արարկաներով, ոսկիով, ինչկով, անասուններով ու թանկագին իրերով, բոլոր հոժարագամ ընձայվածներեն զատ։ Գյուրոս թագավորը Տիրոջ դան անոթները դուրս հանեց, որոնք Նաբուկոդոնոսոր Երուսաղեմին հանելով իր աստուծույն դունը թրերեր։ Բարսկաստանի Գյուրոս թագավորը զանոնք Միթրիտատ քանսաբեդին ցերկով դուրս հանել տվավ եւ զանոնք համրանքով հանձնեց Հութայի Սասպասար իշխանին։ Ահավասիկ անոնց թիվը 30 ոսկիե գոնք, 1000 արձատե գոնք, 29 թանակ, 30 ոսկիե ըմբանակ, 410 արձատե ըմբանակ երկրորդ կարգի ու հազարավոր ուրիշ անոթներ։ Բոլոր ոսկիե եւ արձատե արարկաները 5400 հադ էին։ Սասպասար ասոնք բոլորը դարավ, երբ դարակրության կացողները Բաբելոնեն Երուսաղեմ վերադարձան։ Փառք ես Տեր Աստված մեր։ Ամեն։